Պարոն Սարգսյան, դուք լսեցիք ամբողջությամբ, դուք կառավարության տեսակետը պետք է ներկայացնեք, այստեղ հնչեցին թվեր, նաև նախորդ անգամ էլի թվերի շուրջ կային տարակարծություններ, ես ինքս, երբ որ պարոն Սարգսյանը ֆրակցիայում ներկայացնում էր, այնտեղ 9-10 թվականների թվերի հետ ունեի խոր անհամաձայնություն, որը այդպես էլ հիմք էր հանդիսանում բոլոր եզրահանգումների վրա արդարության հասնելու։ Պարոն Սարգսյան, ես առաջին հարցը տամ, որից հետո հերթագրվեք հարցերի համար, ես հասկացա, որ դուք ձեր նախկին նախաձեռնությունը նույնությամբ բերել եք, նույն տրամաբանությամբ, և խնդրում եմ ինձ ասեք, երկրորդ անգամ բերելուց, երբ որ դուք նաև հնչեցրեցիք, որ ազգային ժողովում վիժեցրեց ձեր նախաձեռնությունը, ես հիշում եմ, որ դուք էլ դեմ քվեարկեցիք ձեր նախաձեռնությանը, ճիշտ եմ հիշում, շատ լավ։ Հիմա կառավարությունը դրական եզրակացությունն է տալիս, նախկինում դուք ունեցել եք որոշակի դրույթների հետ կապված դրական տեսակետներ, նաև դուք Facebook-ում տարածել եք, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չհասկացա, հիմա է դրական արտահայտվել, թե նախկինում։ Հիմա կառավարությունում դուք ստացել եք դրական եզրակացություն, թե ոչ։ Հարցս մենակ դա է։ Պարոն Քոչարյան, սա կառավարության որոշումն է 2025 թվականի, որով կառավարությունը նախագծում։ Ես հիմա եմ ասում, ես դա գիտեմ։ Հա, հիմա դրական եք ստացել։ Հիմա իմ պատասխանին մի խառնվեք։ Ես հիմա հարցը կոնկրետ եմ տվել, հիմա դուք ունեք դրական։ Պատասխանում եմ։ Սա կառավարության դրական եզրակացությունն է, կառավարության որոշումը, որը եկել է ազգային ժողով 25 թվականի մայիսի 22-ին, եւ սա իմ հիմնավորումներն են օրենքի նախագծի, որի մեջ դրված է դրական եզրակացությունը կառավարության, եւ սա նոր ապրիլի 2-ի կառավարության նոր որոշումն է, որը որոշ կետեր, ինչպես նշեցի, կառավարությունը համարում է ժամանակավրայի պայմանավորված ծառայության ժամկետի կրճատմամբ, բայց ինչպես հիմնավորումներով իմ նշեցի, դա որևէ կապ չունի եւ ծառայության ժամկետը պետք է կրճատեինք միմիայն դրական արդյունք ստանալու արդյունքում։ Շատ լավ, ես ընդհանրապես հարցնում եմ դրական թե բացական, դուք այդ պատասխանը չտվեցիք, բայց դա կարևոր չի, կառավարության ներկայացուցիչը կարծում եմ մանրամասն կներկայացնի, ես ասեմ, որ ազգային ժողովի փորձագիտական իրավական վարչությունում տրվել է բավականին ծավալուն եզրակացություն, որտեղ նշվում է շատ դրույթների հակասահմանադրական լինելը։ Եվ կարծում եմ կառավարության ներկայացուցիչներ կերկայացնի իրենց տեսակետը, որպեսզի մենք կողմնորոշվենք մեր քվեարկության հարցում։